մինչև ներքաղաքական եւ արտաքին քաղաքական process-ներին անդրադառնալը Արմեն Աշոտյանի գործին անդրադառնանք այսօր խափանման միջոցի հարցը միջնորդությունն է քննվելու ինչ սպասել դատարանից Տեսեք, ես ամեն անգամ չեմ զլանում ասելու, որ այս դատական ֆարսը պիտի ընդհանրապես չլիներ, որովհետև ես տպավորություն ունեմ, որ ընդհանրապես բոլորը մոռացել են ինչի համար ենք մենք այստեղ հավաքվել, որտև երբ որ ես ամեն օր շատ ուշադիր ամեն դատական նիստին փորձում եմ լսել վկաների ցուցմունքները, ես հասկանում եմ, որ այս վկաները անգամ չգիտեն, թե ինչի համար են իրենք այստեղ։ Ես ակնկալում, գիտեք, ես իհարկե ակնկալում եմ, որ այս դատական ֆարսը ամեն դատական նիստին պիտի ավարտվի եւ Դոլմազյանը պիտի հայտարարի, որ ինքը հրաժարվում է այլևս կատարել քաղաքական պատվեր, բայց ամեն դատական նիստին մենք տեսնում ենք, որ պետական մեղադրողները չգիտեն ինչից են հարցնում եւ վկաները տարակուսում են, թե ինչի են ընդհանրապես իրենք հայտնվել այստեղ եւ որևէ մեկը չգիտի, թե իրականում ինչի են մեղադրում Արմեն Աշոտյանին, իսկ Արմեն Աշոտյանին մեղադրում են մեկ բանում, որ ինքը Արմեն Աշոտյանն է եւ որ ինքը Նիկոլ Փաշինյանի թիվ 1 ամենագրագետ, ամենաինտելեկտուալ, ամենապատրաստված օպոնենտներից մեկն է, որովհետեւ ես մշտապես ասել եմ, Նիկոլ Փաշինյանը չի վախենում տարբեր կալիբրի ճղճղան ընդդիմադիրներից։ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի ինտելեկտից, իր միակ թշնամին ինտելեկտն է եւ միայն նրա համար, որ Արմեն Աշոտյանը ինտելեկտուալ քաղաքական գործիչ է, ով ուղղակիորեն ջախջախում է Նիկոլի բոլոր ստերը, մանիպուլյացիաները, կտերը, Արմեն Աշոտյանը արդեն ահա հունիսին կլրանա 2 տարին մասնակցում է, մենք էլ ձեզ հետ միասին այս քաղաքական ֆարսին։ Գիտեք, ես երեք եղել եմ Գյումրիում եւ որպես ականատես ես իհարկե չէի գնացել Գյումրի Նիկոլ Փաշինյանին հանդիպելու համար, բայց երբ ես գնացի Գյումրի, դեռ ինքը չէր եկել եւ գիտեք, ես մտածեցի, այս ինչ է, այս 102-րդ ռազմաբազան պիտի տրակի, այս ինչ որ ատոմային ռումբի մասին ահազանգ է, ինչ է, ուրեմն ամեն քայլափոխում տասնյակ ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ, տանիքներին ոստիկաններ, պլինդուզներին ոստիկաններ, ամբողջ Գյումրիի կենտրոնը մաքրած էր քաղաքացիներից, որ Նիկոլի մասովկան մեր Սարիկի հետ, որ Նիկոլը պիտի գա այդ մասովկային հանկարծ չխանգարեն։ Չկար, հա, դե բարձում է մեր բոլորինս է, հասկանում ես, ասում է արևը մեր բոլորինս է հավասարելի, բայց ես ինչքան հասկացա, Սարիկը եղել է բոլորինը, ՀՀԿ, ԲՀԿ, չգիտեմ ՈԵԿ եղել է, թե չէ լուսավոր եւ այլն։ Գիտեք, ամոթ է դա, ես չգիտեմ, Կիմ Չիրինին դիմավորելուց, սենց 100%-անոց անվտանգային միջոցառումներ իրականացնում են, թե չէ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը իրականում ուզում էր լսեր, թե ինչ են ասում իր մասին քաղաքացիները, 2 րոպե կանգներ են Պոնչիկ-Մոնչիկի մոտ, որտեղ կանգնած էի ես եւ որտեղով անցնում էին քաղաքացիներ, ովքեր բերված չէին եւ կհասկանար այն ատելության գերդոզան, որ կա իր հանդեպ, մենք տեսանք անեծք, ատելություն, ես անգամ զարհուրում էի, ես միշտ ասել եմ, ես երբևէ մենք չպիտի թույլ տանք, որ մեր երկրում լինեն հաշվեհարդարներ, բայց այն ատելությունը, որ ես տեսա նաև Գյումրիում, որը լինենք անկեղծ, շատ տևական ժամանակ համարվում էր նիկոլական քաղաքներից մեկը, չկար այդպիսի բան, եւ այն կրկնում եմ, այն ոստիկաններ, ամբողջ քաղաքը մաքրած քաղաքացիներից այդպիսի բան չկար, եւ մենք տեսանք, որ երեք Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ տարերքի մեջ էր, որտեղ երբ որ ընտրական ցիկլ է սկսվում, ինքը գնում է տարերքի մեջ, Range Rover, Brabus առ Brabus, Yashik առ Yashik, մենք վերադարձնելու ենք պետությանը, քանի որ իր հանձնածը շատ երկար է, ես անգիր չէի կարող հիշել, Նիկոլ, դու մի հատ քո հանձնած գյուղերը, հանձնած քաղաքները, հանձնած բնակավայրերը վերադարձրու, հա, ուրեմն դու հանձնել ես 7 տարվա մեջ 12 քաղաք, 241 գյուղ,
60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն։ Դու հանձնել ես Թուրքին 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, Թուրքին ես հանձնել 37 հեկ, 48 հանք, 4 ջրամբար, 5000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, նույնքան էլ հիվանդանոցներ։ Դու հանձնել ես Թուրքին Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, ուրեմն մարզերից բնակավայրեր եւ հիմա էլ հասել ենք այնտեղ, որ Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ մենք Շուշին գրավեցինք պատերազմով, Երևանը կվերցնենք խաղաղությամբ, իսկ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը գրառում է անում եւս մեկ պարտավորություն դնելով այսպես կոչված ֆեյք խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանի վզին, ասելով, որ եթե Հայաստանը ուզում է իրապես խաղաղություն, նա կարող է իր մտադրությունը հաստատել Ադրբեջանին հանձնելով ռազմական հանցագործներին, նկատի ունի երևի Արցախյան առաջի, երկրորդ պատերազմի բոլոր մասնակիցներին, նախկին նախագահներին, պաշտպանության նախագահներին, հանձնելով նրանց, հանձնելով բոլորին եւ այդ դեպքում հնարավոր կլինի խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Գիտեք, ուրեմն երեք Գյումրիում հոխորտացող Նիկոլը, որ կրկին վիրավորում էր իր քաղաքական օպոնենտներին, ասենք մյուս տեխնացուներին, ինչ որ նապաստակ ինչ էր ասում, նապաստակ էր ասում, չէ, Արնետ կներեք, Արնետներին պիտի ուղարկենք իրենց բունը եւ այլն, հասկանում եք, այս մարդը 7 տարի է ատելության լեքսիկոնը բերել ա մեր քաղաքական օրակարգ, մեր հանրային օրակարգ եւ իր դուխը հերիքում է միայն իր ընդդիմախոսների հետ խոսել այս ձևով։ Դե պատասխանի Հիկմետ Հաջիևին, որ քեզանից պահանջում է Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դե պատասխանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ով ասում է Երևանը մենք վերցնելու ենք քայլելով եւ խաղաղությամբ։